Մեր Արմենի տատիկը, Սիրանուշ տատիկը։ Սիրան տատին դառնում է։ Սիրան տատիկը Արդեն դարձավ 70 տարեկան, մենք էլ կայնել ենք ստե զավզագում ենք, այո։ Ունենք գեղեցիկ չքնաղանակնկալ Սիրանուշ տատիկի ծննդյանորն է այսօր։ Ուրա իմ Սիրան տատին, հե? Ուրա բարև ձեզ։ Իհարկե նրա թորնիկի ծննդյանորն էլ է։ Էրիկ Անուշ աղբոր ծնունել է։ Էս էլ քեզ, նա ինչ դա կոնյակը։ Արմենը աղբորը հետ եկանք ծանոթացանք։ Սիրան տատի, հազար բարի ոնց շնորհավոր ես։ Ես էլ քեզ ծաղիկներ ենք, երկու հայտնիներով հավաքվել ենք, ինչն է պատճառը, շատ կարևոր անձնավորություն։ Ապես որ քեզ բերեցին, ես այս առնացած սրտի համար, ուրիշ դեղ ու դաթար չկա։ Բարեկամներ, երեկոյան Երևանն է, երրորդ մաս հայրենիք ճանապարհը, որտեղ լուկերը ուղակի բեսոն են, բեսիտ են անում։ Այս լուկերը կան որ բարձր են, կան որ ցածր են եւ խեղճ վարորդները ուզած արգելակում են։ Իսկ մյուս խեղճ վարորդները, ովքեր իմ նման արագա քշիկ են, նրանք քշում ու համբուրվում են մեքենաները դեմից ու հետևից։ Հետևաբար առաջանում է վթար, որը ծնում է պրոբկա։ Եվ այսպես շարունակ այս լուկ բեսիչների պատճառով լուկ դնողները ես մեծ հույսեր ունեմ, որ կավարտեն իրենց բաժին համալսարանը ու լուկ դնել կսովորեն, մենք էլ սահուն կանցնենք լուկերի վրայով։ Ինձ այդպես է թվում ամեն դեպքում։ Աչից տիտանն է, ընկերներ։ Դիմացից գեղեցիկ լուսավորությամբ արկայծում են շենքերը, բնակ։ Այդ թե այստեղ մի երկու կվարտիրա ունենայիր տայր վարձով, քո համար լրվսնեիր ապրեիր։ Բայց քանի որ բախտը չի բերել եւ քո պապիկը հարուստ չի եղել քեզ բնակարան չի կտակել, երազանքներով մի ապրի տղա, աշխատի, ստեղծի եւ արարի, որպիսի առաջ գնաս։ Մի քիչ առաջանալուց հետո հասնում ենք երրորդ մասի շրջանաձև երթևեկությունը, օղակաձև երթևեկությունը, որտեղ կա Գարեգին Նժդեի արձանը։ Չէ՞։ Կոմիտասի արձանը։ Դապեր Գարեգին Նժդեի հրապարակը չի։ Բա ում արձանն է, հենա։ Քանի որ ես Երևանցի տղա չեմ, ռայոնից եմ եկե, պահի տակ կարող է խառնեմ, այնպես որ բան չանեք իմ հանդեպ շատ խիստ չդատեք, հա, Սուրեն Սպանդարյանի արձանն է կանգնեցված երրորդ մասի հրապարակում, հիմա մի գեղեցիկ պտույտ ենք անում, ձեզ համար արգելիներս ով աղուս չի եկել այստեղ, տեսեք կարոտները տարեք, իսկ մենք շարունակում ենք մեր չքնաղ ճանապարհը դեպի Նորագավիթ։ Նորագավիթի հարգարժան պատմական բարեկամներ, ես հիմա գալիս եմ ձեզ մոտ, ունենք գեղեցիկ չքնաղանակնկալ Սիրանուշ տատիկի ծննդյանորն է այսօր։ Իհարկե նրա թորնիկի ծննդյանորն էլ է, Էրիկ Անուշ աղբոր ծնունել է, այնպես որ մենք գնում ենք երկուսին էլ անակնկալ տանենք, շնորհավորենք եւ ուրախացնենք։ Ամեն ինչ ուղակի գեր հիանալի է եւ ոչ մի բան չի հուշում, որ կաղա ինչ-որ բան այնպես չգնա։ Հիմա մենք երրորդ մասից ուղևորվում ենք դեպի առաջին մաս, որտեղ նույնպես շենքերը գեղեցիկ լուսավորված են։ Արկայծելով լույսերի այս ամբողը գեղեցկացնում է գիշերային Երևան։ Աչից Նարեկ թոնրատունն է, որտեղ համեղ հացեր են տալիս, ուտում եք, կշտանում եք։ Հիանալի է։ Հիմա գիշերային Երևանից այսքանը։ Երևանի ծայրամասային պահերն է, կենտրոնը չենք նկարել։ Այսօր չենք էլ նկարելու։ Իսկ վաղը մասիվն ենք նկարելու։ Վաղը կտեսնեք առավոտյան Երևանը, Կիրակնորյա առավոտյան Երևանը, որտեղ ոչինչ չի հուշում, որ խցանում կլինի, հուսանք չի լինի խցանումներ, բարով խերով կգնանք Երևանի մասիվ կոչվող հատվածը, այնտեղից էլ կիշնենք կգնանք Էջմիածնի կողմ Զվարթնոց թաղամաս։ Շատ հետաքրքիր է լինելու, մնացեք մեզ հետ, մենք էլ ձեզ հետ ենք, իսկ մեզ հետ մնալու համար ուղղակի բաժանորդագրվեք։ Բաժանորդագրվում եք եւ դառնում եք մեր հիմնական բարեկամը, հետևում եք մեզ ամենտեղ եւ ամենուր, տեսնում եք ինչ ենք անում, ուր են գնում, ում ենք շնորհավորում։ Տեսեք, ընկանք խոսակցություններով ու հասանք առաջի մասի Բանվորյան արձանի, նախկին Բանվորի արձանի շրջանաձև օղակաձև երթևեկություն։ Ժամանակին այստեղ Բանվորի արձանն էր կանգնեցված, բայց քանի որ ժամանակներն անցան եւ բանվորները հիմնականում հիմա հնդիկներ են, դժվար հնդիկի արձան կանգնացնել, դրա համար էլ Բանվորի արձանը հանետարել են։ Հիմա այդ գործը մեծ սիրով ու ջանասիրաբար անում են մեր հնդիկ բարեկամները, ուր գնաս նրանք կան։ Հայաստանի բոլոր մարզերում կան, աշխատում են եւ պահում առօրյան։ Մեր առօրյա
կոլորիտի մեջ են ներգրավվել հնդիկները իրենց գեղեցիկ աշխատասիրությամբ։ Մենք ողջունում ենք հնդիկ բարեկամներին, եթե ես հնդիկ հետևորդներ ունեմ, ապա գրեք մեկնաբանություններում հնդիկ բարեկամներ։ Ես նայում եմ եւ մի պահ նախանձով լսվում թե երբ ոնց եղավ որ մեր ազգի ջահելները սկսին չաշխատել։ Այդ դուրս չեկավ, բայց ոչինչ, մի օր կուղվեն այդ պահերը եւ մեր ջահելները, երիտասարդները կսկսեն իրենք աշխատել, ստեղծել ու կամաց առաջ գնալ, չէ՞ որ հանկացած գործի մեջ պետք է առաջինը ամենադժվարից սկսես։ Իսկ այդ գործը դժվարներից։ Օրինակ ես դժվարից եմ սկսել ու գնում եմ։ Հիմա Porsche-ով եմ գնում, էլի։ Այն ժամանակ ոտով էի գնում։ 41 համարեր, 40, 42, նայած որ կոշիկը դուրս գար, էլի։ Ես ուզում եմ այստեղից մտնեմ, Վարդան, տես մանուշակագույնով նշում եմ մյուս ճանապարհը, չէ՞ որ մենք նորագավթի մասին ենք զրուցելու բարեկամ։ Գնանք զրույց, տեսեք ինչ կանաչ գեղեցկություն է աչից։ Ափսոս անձրև է եկել Վարդանի պատուհանը փոքր ինչ ցույց չի տալիս։ Մուտք են գործում նորագավիթ, բավականաչափ ժամանակ է նորագավիթ չենք եկել այս ճանապարհով։ Ժամանակին մինչեն մի ճանապարհի սարքելը սա մեր հիմնական ճանապարհն էր եւ ճանապարհի աջ ու ձախ կողմերում կար շատ ու շատ քյաբաբնոցներ, որոնք մինչ օրս էլ աշխատում են։ Թեկուզ դժվար է, բայց կարողանում են աշխատել, ինչի պահով հարգանքները։ Նորագավիթն է, նորագավիթ։ Դե իմ ջոգելով էս նորագավիթն է։ Եթե նորագավիթն էլ չի, նորագավիթն է։ Աչից գնացքի գծերն են, տեղ հիմա գնացքը չի գնում գալիս, գնացքը չէ, մետրոն, մետրոյի գծերն է, չէ։ Ես ենթադրում եմ, որ դե ես գնում եմ բան, Չարբախ ախտը, չգիտեմ, Չարբախ, տես կռուգա տալի, աչապահում, հետո Չարբախ, չէ, դե ուրեմն գնացքի գծերն է այս, ձախից երեկոյան ակումբ էր, անցանք, իսկ այստեղ մեր Անուշ աղբոր, հլկան ճիշտ եմ հիշում, Անուշ աղբոր նկարը, Էդգար Անուշ աղբերը, ենթադրում եմ 44-օրյայի մեր հերոսներից եւ իհարկե Հայկ Անուշ աղբերը, մեր 44-օրյայի հերոսներից։ Մի օր լույս ցերեկով որ գանք, անպայման տղերքին ավելի բարձ կնկարենք, հիմա մենականունները ասեցի, հարգանքներս նրանց ընտանիքներին, բարեկամներին, համբերություն եմ մաղթում եւ միևնույն ժամանակ շնորհակալ ենք մեր ազգի անունից, բոլորս էլ շնորհակալ ենք մեր տղաների, տնօրներին, որ հզոր տղերք են տվել մեր հայրենիքին։ Նորագավիթն է, Վարդանի հետ մտածում ենք շենք կա այստեղ թե չէ, լավ էլ կա, այս աչի վրա շենք է։ Վարդանը մտածում էր, որ մենակ սեփական տներ են, ես էլ էի պայտակ կասկածում, բայց հիմնական սեփական տները են Նորագավիթ։ Նորագավիթը ինչպես որ շատ ու շատ համայնքներ Կարեն Դեմիրճյանը կցեց Երևանին, որպեսզի կառուցի մետրո։ Չենք մոռանում Կարեն Դեմիրճյանի հզոր քայլը, հայրենանվեր քայլը, որ նա իր մտքի ճկունությամբ մեր Հայաստանի, մեր Երևանի համար արել է։ Մենք միշտ պետք է շնորհակալ լինենք, հիշենք այդ ամենը եւ իմանանք, որը որտեղից եկավ մեր մոտ։ Թե չէ, ոչինչ հենց այնպես չի լինում։ Հիմա մուտք են գործում արդեն մեր հոբելյարների օջախի մոտ գնալու համար այս թաղը։ Սիրանուշ տատիկը ինձ թվում է, չի թվում։ Ինձ ասել են, որ նայում է մեր տեսանյութերը, հետեւաբար նա իմ կարծիքով լավ կուրախանա։ Բա քո կարծիքով Վարդան։ Վարդանն էլ վրա է գալիս, բա թե շատ կուրախանա։ Համաձայն եմ բարեկամ։ Սա այն պահն է, որ ձեռի պետք է տանք։ Ու մոռանաս, որ դու իմ սիրելի տերապկան կորցրել էիր գտար։ Դու ես գտա։ Ես գտա։ Մի անգամից իմ մտածողությունը միացրեցի ու գտա թե որտեղ է կորցրել։ Բանն այն է, որ իմ շատ սիրելի տերապկան Վարդանը դրել էր իր դռան գրպանը, դուռը բացելիս վռազիչել էր մեքենայից երրորդ մասի շրջանաձև երթևեկության վրա երկրորդ գիծ կայնած ու իմ սիրելի տերապկեն գցել էր գետին։ Քշե գնացել ենք։ Հետո զգացի, որ ինչ-որ բան պակաս է մեքենայից։ Հետո հիշեցի, որտեղ կարող է գցած լինել, գնացինք գտանք, ուրախացել եմ հիմա։ Ցույց տա տերապկան, այդքան պատմեմ։ Այդ պետք է նայեն, էլի իմանան ինչի մասին է խոսքը։ Այս սրա մասին է խոսքը, ընկերներ։ Սա ռետինե տերապկա է, որը նախատեսված է մեքենան ավելի կոկիկ սրբելու համար, լվանալուց հետո որ կոկիկ սրբես։ Իսկ Վարդանը ոչ կոկիկ գտնվելով իմ տերապկան գցել էր ասֆալտին։ Հասանք օջախի մոտ, օրլիշ սիրուն զրուցարանը, տաղավար, նարդիի տեղ է, այստեղ նարդել կլել, նայ նարդիկա գցենք ավտոն թռնենք։ Չէ, ամեն լավ չէ, հանցանքները կբերեն նրան, որ այդ բանը որ գան, քննիչներն ու դատախազները պարզեն, որ մենք են գողացե օտար մեքենա մենակ այդ ամատետ, հա, ու այդտենց սաղ կլնի հեչ Վարդան, դրա համար չեն գողանա, լավ։ Հիմա մենք այս գեղեցիկ թաղում վերադասավորվում ենք
եւ մի տեղ գեղեցիկ կանգնենք։ Իսկ ինձ զրուցարանը դուր եկավ, գնանք զրուցարանի մոտ կանգնենք։ Ինչ սիրում BMW-ա։ Գեղեցիկ ջերմակ BMW-ն է կանգնած մթության մեջ։ Այս էլ մեր զրուցարանը, արա չկա նարդի, չէ։ Սովորաբար այդ վերևի մասում նարդի են թաքցնում։ Այս զրուցարանում նարդին երևի ուրիշ տեղ են թաքցրել, այնպես որ չերազես Վարդան։ Այսօր նարդի չենք կարա տանենք։ Համ 1000 բարին ձեզ ոնց եք, շնորհավոր եմ մարդի 14-ը։ Վարդան վերցրու։ Պատին վիդեոներս նայեմ, հա։ Սիրանուշ տատիս։ Ապա ես տավեր ուտեմ, չեմ կարա խոսամ։ Չեմ կարա մանալ։ Բայց Ստեփան ջան, ձեր վիդեոները այնքան անահել արդեն անգիր են կարել։ Տատին Ռաֆայելը տալի 1000 բարերի փոխարեն։ Հայ լավ, ինչ եք վրազում։ Տատին էլ չի ծնվել։ Մենակ զրուցարան ենք աղբեր։ Նկարում ենք։ Քել աղբեր։ Արմեն չէ։ Արմենը աղբոր հետ եկանք ծանոթացանք։ Այսքան ժամանակ իրար դու ինձ տեսել էիր էկրանից էն։ Հա, տեսել։ Ես էլ քեզ էի տեսել։ Ապրես։ Հա, այս մեր ինչքան վերջերս լազա։ Մի 10 օր առաջ։ Չէ, լավ աղբեր։ Հա, լավ, ոչ։ Որ դու հայտնի ես, շատ դու մեծ աուդիտորիա։ Դու էլ ես հայտնի, երկու հայտնիներով հավաքվել ենք, ինչն է պատճառը։ Շատ կարևոր անձնավորություն։ Մեր Արմենի տատիկը, Սիրանուշ տատիկը։ Սիրան տատին դառնում է։ Սիրան տատիկը Արդեն դարձավ 70 տարեկան, մենք էլ կայնել ենք ստե զավզագում ենք, այո։ Դե բլոգեր ենք, չխոսանք նոր եթանք։ Всё, ամեն ինչ կարգին է։ Հիմա գնում ենք Արմենի տատիկին ուրախացնենք։ Հետո էլ սպիտակ է սակեն, հերվից երևում է, որ մեծ ջերմակ լույս է գալի։ Դու գնացեք տուն, մենք կգանք։ Ընկերներ, բաժանորդագրվեք Արմենի ալիքին, նա սկսնակ բլոգերը եւ նրան շատ է պետք ձեր ոգևորելը, ոգևորեք իրան։ Ես էլ որովհետեւ բեսամ հայտնի եմ, Արմենն առաջ եմ տանում, էլի։ Դու առաջ գնա, քո մոտ ստացվել է Արմեն ջան։ Հա։ Տատի ծնունդն է։ Ու տատին ինչ շատ է սիրում։ Արմեն քեզ ինչ շատ է սիրում։ Հա, քեզի ավելի շատ է սիրում։ Շատ է սիրում, որ քեզ ենք դնում։ Ուրա իմ սիրան տատին, հե? Ուրա բարև ձեզ։ Սիրան տատի, 1000 բարի, ոնց է։ Դեր եմ բերել։ Նոր Արմեն ասում է, քեզ իզնի շատ է սիրում։ Ո՜, շնորհավոր ծննդյանդ օրը։ Մենակ դու ես։ Հա, բա հիմա տես ինչքան մարդ եք, Մենակ դու ես։ առողջ չլնես, լավ լնես, այսպես Միացնում եմ մենակ ես։ Ես քո մասին շատ բան եմ իմացել։ Գիտեմ, որ դու ես թաղի ասողն ես։ Գիտեմ, որ դու շատ լավ տատիկ ես, շատ լավ մայր, բոլորն էլ քեզ շատ են սիրում։ Դրա համար ես եկա հասել եմ ստե, որ քեզ մատ գերկ եմ արել։ Արույք եմ վառել։ Մոմերա, մեծ լավ երազանք պահի ու իմացի, որ կատարվելու է երազանքը։ Բայց իմացի կատարվելու է, հենց ես չեմ ասում։ Դիա, չի, ռուժեղ ես։ Ապրես, ծապցեք տալի։ Նա, ես չեմ։ Շնորհավոր, քաղցրություն եմ տալիս քեզ, գիտես ում կողմից։ Հիմնականում բոլորի կողմից, բայց թորնիկներից։ Ես շատ սիրում եմ։ Հեսա թորնիկները, ով այստեղ է, կգան ու քեզ կգրկեն։ Բայց ծաղիկները որ թորդ նվիրի, ես թե մնացածը։ Ով է նվիրում։ Դու։ Ես։ Ջան։ Դե որ ես, դու կարաս։ Տատիկ, ծնունդդ շնորհավոր, ես էլ քեզ ծաղիկներ եմ։ Քո գիշերները մեր Ապրես, այսպես ուրախ լնես, լավ լնես, առողջ լնես։ Գիտես ինչի համար եմ եկել։ Եկել եմ որ կյանքդ ահագին երկարի։ Որ առողջ լնես, ուրախ լնես, հա։ Դե հիմա թորնիկները թող գան գրկեն։ Բոլորը թող գրկեն։ Արմեն ջան, թող ես նկարեմ քո գրկեն։ Քո գրգում ամբողջ աշխարհը միշտ այդպես սիրով լինես Մի րոպե, էսա ռեալ է եկա Եվ իհարկե, թորնիկը Մոսկվա է, ինչ անուն ինչ է Նարեկ, տղեսա Նարեկը, Նարեկ ջան, Նարեկն էլ աստե Ու մի հատ նվեր, այս տամ քեզ դու գիտես ում ես նվիրում
Նայ հատուկ կոնյակ ենք բերել։ Անուշ աղբեր կոնյակ ում պտիտնանք։ Այսօր մեր երոյի ծնունն է, չէ, երոս։ Արի աղբեր։ Էսել քեզ։ Հələ նա ինչ լավ կոնյակը։ Հատուկ քո համար։ Շնորհավոր, առողջ ես, լավ ես։ Հա, բարեմ, հա ճիշտ է, աղբեր։ Լսի, այս քո ծննդով բոլորն էլ ուրախ են։ Պրոստը տատին հիմա որ առաջի պլանն է, դրա համար տատին ցաղ արած։ Երազանք ֆայ, կատարվելու է։ Ինչ ուզես։ Ապրի աղբերը։ Եվ իհարկե, այս իրավիճակում մի հոգի էլ ձեզ շատ է սիրում։ Եվ նա ձեր Արտուր Փեսանը։ Արտուր Փեսանը։ Նա գերկի, արի գերկի զոնքաշ մայրիկին ասում ես մամասա, ահա։ Սերը շատ, ոտներս խերով ձեր օջախ։ Բայց ինչ էր անում, էլի վիդեոներ սեր նայում, հա։ Արա մեռա ամբողջ օրը մեր տունը մենակ Հեսա քո վիդեոն էլ արնելու։ Ինչ ասեմ այդ վիդեոյի մեջ որ լավ լինի։ Է բիսետում շատ ես նստում, դե լում ես вообще։ Հարա Mən էլ եմ նկարել։ Այ մեռնեմ արևից, սաղի ռոզին պատատածում В общем, դու թաղային հեղինակություններ։ Շատ ես կարասի։ Հա, արի գերկի, տելևիզորի մեջից էլ եկել եմ, ես։ Ենքան նայր էլ եկա, էլի։ Անուն ինչա։ Վարդան ջան, Վարդան, վայ Վարդան ջան։ Վարդանն է։ Օրեկան ասում եմ Վարդանը ինչի նկարողն է ինքը։ Ուզում ես գերկես Վարդան։ Վարդան արիլ է։ Արի, չէ, այ ախպեր թող։ Վարդանն է, սաղինքն է նկարում, հա։ Դե ինչը չեք ատես լուր, չէ որ ուրախոր է ձեր օջախում։ Ինչ անենք։ Շնորհավորում ենք։ Հատկապես որ քեզ բերեցին, ես այս Բան են ասե, ես իմ կամքով ուզում եմ, որ դուք գաք շնորհավորենք։ Հետո էլ ասած տալերիս հետ մենք քուր ենք, ոչ մի տարբերություն։ Հա, ճիշտ ասում։ Դե դու սա կազմակերպում ես, ես որ չոտք էլ։ Նա քեզ ինչ ա բերեցել, Մամրագայի բարն եմ սիրում։ Ռեստորանում չարաշահված ժողովրդի լացն եմ սիրում։ Մեր Վահագնի շուրջ որ սիրտս խոցեն անպատվաբեր խոսքերը մեր, էլի ես մունջ ու անտրտունջ իմ անավուզ փառքն եմ սիրում։ Իմ դառնացած սրտի համար ուրիշ դեղ ու դաթար չկա։ Բուֆետչիկից ու դալարից կարծես մեզ մոտ լավ մարդ չկա։ Աշխարհ, անցիր, ուր է գնաս այստեղից լավ խափող չկա, ինչպես տաղանց, մտքի ավանց, 20-րդ դարն եմ սիրում։ Սիրում եմ մեր աղջիկների թեթև ու բաց շորերը կարճ, տղաների երեսներին բակեր կոչվող մազեր թողած, ծխախոտի հերթի համար աղջիկների խումբը կանգնած, ու նայրյան աղջիկների թվիստ կոչվող պարն եմ սիրում։ Սիրում եմ մեր աղջիկների կոչով, պոչով աչքերը սև, ինչպես անհաղ փարթիր ճամփան, ես իմ բանդիտ յարն եմ սիրում։ Տատի ես ինչ է, ես ինչ արիր։ Ես եմ ես գրել։ Երեխեք ջան, էսի ես եմ գրել։